Առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել կառավարության 2020 թվականի 284N որոշման մեջ, որով կարգավորվում են լիազոր մարմնի կենսաթոշակառու հարաբերությունները, միասնական սոցիալական ծառայություն և կենսաթոշակառու փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման այդ պրոցեսը սահուն իրականացնելն է և որոշակի, ես անցյալ նիստին էլ ասեցի, որ որոշակի նոր ըստ էության պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու մեր այնպիսի քաղաքացիների, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացը անելու, որևէ կերպ չզրկվեն իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից, նախատեսում ենք սուրանդակային առաքման եղանակը կամ սուրանդակային ծառայության կամ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակցի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք որ այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրաված լինել, ամեն ինչը նկարագրված է, կան որոշակի էլի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի, ինչպես նշեցի, իրոք որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից ու առիթը օգտագործելով ուզում եմ ասել, մենք այնուամենայնիվ ամեն օր ինքնակամ փոփոխությունների, վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակում ենք և այսօր առավոտյան դրությամբ 15,000 քաղաքացի է մնացել, որ դեռևս չի տեղափոխվել անկանխիկի և ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մենք խոսում էինք այս գործընթացի սկզբի մասին, դեկտեմբերի մասին էր խոսքը, ունենք 50,000 քաղաքացի, այսինքն այս 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն մեր միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ իհարկե կամ առկա ձևով դիմում գրելով կամ on-line ձևով դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են և մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետև մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ բաշխվելու են մնացած քաղաքացիները այն բանկերի միջև, որոնք համաձայնվել են մասնակցել այս գործընթացում և 5-ից ապրիլի 1 ժամանակահատվածը հատուկ վերցրել ենք հնարավորինս լայն, որպեսզի առաքումները տեղի ունենան և որևէ խոչընդոտ, եթե նույնիսկ տեղի ունենա այդ առաքման փուլում, հնարավորություն ունենք ևս մեկ անգամ առաքելու և գործընթացը ըստ էության ավարտին հասցնելու ապրիլի 1-ով ու գիտեք, որ մեր մոտ կենսաթոշակները վճարվում են նախապես այդ ամսվա համար և փաստորեն այս քաղաքացիները նաև անկանխիկ եղանակով միանգամից կստանան այդ նոր չափով կենսաթոշակները։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, մենք ունենք մի որևէ միասնական կոնտակտային համար, որ այն թոշակառուները, ովքեր չեն ցանկանում այցելել կամ հնարավորություն չունեն այցելեն բանկ, զանգեն, կապվեն երևի ՄՍՑ-ի հետ, որպեսզի ՄՍՑ-ն սկսի կազմակերպել այդ գործընթացը։ Միասնական համար իհարկե ունենք, դա մեր թեժգծի համարն է 114 համարով, բայց մենք չենք սպասել, որ կենսաթոշակն զանգեն մեզ, մենք արդեն 3 ամիս է ինքներս ենք զանգում և ըստ էության գիտենք այն կենսաթոշակառուներին, որոնք որ չեն կարողանալու, մենք բոլորին գիտենք, էլի իրենց բոլոր տվյալներով և այս կարգավորումը հենց դրա համար է, որ նույնիսկ եթե չեն զանգել, նույնիսկ եթե որևէ գործողություն չեն արել, պարզապես սպասել են իրենց հերթին, այսպես ասած, դա ավտոմատ տեղի է ունենալու, մենք ենք գնալու իրենց մոտ, իրենք կարիք չունեն գալու, առաքման պայմանները բանակցվել են, բանակցվում են, բանկերը սկզբում ավելի քիչ էին, հիմա ավելի շատացել են, այսինքն նաև խնդրել ենք, որ հնարավորինս ներգրաված լինեն ավելի շատ բանկեր, որ յուրաքանչյուր բանկին քիչ թվով շահառուներ հասնի և իրենք կարողանան այդ լոգիստիկ հարցերը լուծել, ամեն ինչ անում ենք, ջանքեր ենք ներդնում, որ իրոք որևէ մեկը որևէ խոչընդոտի չհանդիպի, մինչ այս պահը իջեցող թվերը դրա մասին են վկայում ամեն դեպքում։